Հայլառած թույլիկները ուժեղ տղեկին չելենջներ են անում իրանց դեբիլությունը ցույց տալու համար, պահանջելով ժիմ անել, բանաստեղծություններ կարդալ, բառեր արտասանել առանց տառասխալի եւ այլն։ Բայց եկեք հիշեցնենք նույն հայլառածներին, որ իրենք ունեն առու համայնքապետ, որ իրենք ունեն կազինոներում միլիոնավոր շորթած բկե ղեկավար եւ այլ լիքը անգրագետներ, ում կենսագրության հետևում սեր կա, բայց գրագիտություն չկա։ Ու այդ ամենը խոսում է իրանց վախվորած լինելու մասին։ Իրանք այդքան են վախեցած, իրանք տեսնում են սոցիոլոգիական հարցումների տվյալները, իրանք տեսնում են, որ ընդդիմությունը, չնայած ներքին գրիզիտների հավաքում է թափը, եւ եթե ոչ միասնական, ապա 3 ֆրոնտով կհաղթի, ու դրանից մռմռում է ոչ միայն 5-րդ կետը, այլ նաև բոլոր համապատասխան թույլիկների կետերը։ Ինչ է մնում անել մեզ եւ ընդդիմությանը։ Իհարկե, վերջացնել գզվռտոցը եւ դեպի առաջ գնալ պարզ ճակատով եւ ուշադրություն չդարձնել կողքից, աջից, ձախից հաչացող թույլիկ պուճուր խմբակի ներկայացուցիչների վրա։ Լավ եղեք, զգույշ եղեք, զգոն եղեք։